Անբարո շանտաժ է հասարակության նկատմամբ, երբ որ ասում են մենք խաղաղություն ենք ուզում, ինչա դուք պատերազմ եք ուզում, ոչ մեկը պատերազմ չի ուզում, եթե դրա անհրաժեշտությունը չկա։ Այո, պատերազմ ես նրա համար, որպեսզի այդ պատերազմը չթողես գալիք սերունդներին։ Այո, խաղաղության ես գնում նաև էլի նույն բանի համար, որպեսզի չլուծված խնդիրը չթողես գալիք սերունդներին, բայց պետք է նաև ցույց տալ, որ ում հետ ես գնում խաղաղության։ Կարելի է վստահել Ադրբեջանին։ Այո, նույնիսկ եթե գնաս խաղաղության, մեզ ուզում են ցույց տան, որ ինչ ա պատահել, ինչ որ մարդիկ սադրեցին, էս արեցին Ղարաբաղյան շարժումը, այսինքն դրա արդյունքում է այդ շարժումը ստեղծվել, ինչ որ հատուկ բան արեցին, կռվածեցին, լավ է խելոք իրանց համար ապրում էին։ Արցախյան պատերազմի դեռ այն սկզբնական փուլը շարժումը երբ որ սկսվեց, ադրբեջանցիները հայկական տարածքից արդեն գնացին։ Դրանից հետո ունեցել ենք պատերազմներ, հազարավոր զոհեր, բայց ադրբեջանական բնակավայրերում, որտեղ նրանք ապրել են, նրանց գերեզմանները մինչև հիմա մնացել է, կարող են տանել մարդկանց ցույց տալ։ Եվ տեսեք, որովհետև մենք մեր կռիվը գերեզմանների հետ չի, մեր կռիվը պետության վարած քաղաքականության դեմ է, մեր կռիվը զորքի դեմ է, ոչ թե գերեզմանների։ Իսկ իրանք հայկական որ բնակավայրը մտել են, լա չեմ խոսում 5 գերեզմանները վերացնելու, որ բնակավայրը մտել են, առաջինը գերեզմաններն են քանդել։ Այդ տարբերությունը տեսեք, դուք ուզում եք ասեք ոչինչ չկա, եկեք նորմալ հանգիստ իրար վստահենք ու իրար հետ ապրենք։ Հարց ենք տալիս, Հայաստանում կան այլ ազգային փոքրամասնություններ ունենք մենք, քրդերն են, եզդիներն են, հույներն են, ռուսներն են, հրեաներն են, հույներն են, չգիտեմ ում բաց թողեցի, բայց հիմա տեսեք, եթե նրանցից որևէ մի ներկայացուցիչ մի հատ հաջողություն ունենում, մենք հպարտանում ենք, որտեղ նա Հայաստանն է ներկայացրել, մենք էլ ենք հպարտանում, այդ ազգի ներկայացուցիչներն էլ են հպարտանում, որ եւ իրանցն է, եւ մեր զավակն է, մենք ինչպես ենք դրան վերաբերվում, մենք ինչպես ենք գնահատում, երբ որ զենք հուսը գցած գնացել է եզդին կռվել է պատերազմում եւ նրան համարում ենք ավելի ենք մեծարել, քան անգամ մեր տղաներին, որ տեսեք ինչ անում, իսկ ինչ անում Ադրբեջանը, բայրա տարածքում ծնված մարդկանց, լինի Բաբաջանյան, լինի Բաղրամյան, լինի Խամփերյանց, լինի Իսակով, լինի կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյան, բա եթե դա իսկապես քո հողն էր ու քո փառապանց տղաներն էին, բա ինչի՞ չէիր հպարտանում իրանցով։ Ինչի՞ չէիր ասում, այ ժողովուրդ ջան, տեսեք այս մարդիկ ադրբեջանական հողը տեսեք ում ա ծնե։ Տվել եք նրանց քարերն եք քանդե։ Դրանով ինչ ցույց տվեցիք, ոչ հողն ա ձերը, ոչ էլ հերոսն ա ձերը։ Ձեր հերոսը Ռամիլ Սաֆարովն ա, որ գնաց քնած մարդու վիզը կտրեց։ Այդ տարբերությունը դա է։ Սրանց հետ եք ասում բարեկամություն անենք։ Էլի գնանք խաղաղության հանուն ապագայի, բայց մի ստիպեք ասեք, որ սա սադրանք է։ Սադրանքի արդյունքում է այս ամեն ինչը, ոչ թե իրական տարաձայնություններ կա։